Խաղաղության պայմանագիրը խաղաղության գործընթացի մասներից մեկն է, ամենաառաջնային, անհրաժեշտ մասերից մեկն է եւ արդեն փաստ է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, դա երկու կողմերն էլ ընդունում են եւ միայն այս փաստը արդեն իսկ մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է եւ դուք տեսնում եք ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, պետությունների, միջազգային կառույցների կողմից առաջարկը սա ինքնին արդեն ձեռքբերում է։ Ադրբեջանի մոտեցումները իհարկե կառուցողական չեն այս փուլում, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը եւ մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցությունների տեքստում է տեքստը համաձայնեցնել չի եղել, բանակցությունները տևել են արդեն ինչքան 3 տարի են տևել բանակցությունները եւ ես կարող եմ ասել, որ այդ տեքստում ես առանց չափազանցության կասեմ, ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանում համապատասխան մարմիններում եւ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը եւ բառերը դրել եւ վերցրել եւ վերլուծել ենք, համեմատելով նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ եւ այսօր հասել ենք այդ արդյունքին։ Մնացածը դուք տեսնում եք, տեսնում եք Ադրբեջանը ինչպես է արձագանքում, բայց դուք նաև պետք է նկատեք, թե մյուսները ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին։ Սա էլ է շատ կարևոր եւ սա մենք պետք է գնահատենք, որովհետեւ այն որ Ադրբեջանը կարող է եւ ապակառուցողական արձագանքել, դա նորություն չի, դա գաղտնիք չի, բայց թե ինչպես աշխարհը կընկալի եւ ինչպես մարդիկ միջազգային վերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես իրենք կդիրքավորվեն, ահա դրանից է նաև կախված բանակցությունները եւ խաղաղության գործընթացը հաջողում են, թե չեն հաջողում։ Եթե այդ պրիզմայով նայենք, այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք այս պահին։ Այսինքն ձեր կարծիքով Ադրբեջանի մոտեցումները կփոխվեն եւ ի վերջո կհաջողվի ստորագրել այդ փաստաթուղթը եւ օրինակ հայ հանրության ինչ որ ժամկետ տրվելու օրինակ ասվել է որ օրինակ եւս 2 տարի սպասեք որովհետեւ 3 տարի տևել են բանակցությունները եթե 2 տարի չստորագրվի այդ փաստաթուղթը կընդունենք որ մենք ձախողել ենք։ Ես նույնց եմ ասում փաստաթուղթը ստորագրելը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է։ Պետք է ոչ թե գնահատել ամենակարևոր փուլը մենք չենք կարող առանձնացնել ամբողջ գործընթացից։ Մենք չէ նմանապես ես հակընդդեմ հարց կարող եմ տամ։ Եթե փաստաթուղթը ստորագրվի, դուք ընդունեք, որ դա բացարձակ հաջողություն է, իհարկե դուք դա միայն այդ փաստը չեք ընդունի որպես բացարձակ հաջողություն, դուք այն կհամադրեք ընդհանուր խաղաղության միջավայրի հետ։ Եթե խաղաղության միջավայրը չեղավ, դուք կասեք, դե փաստաթղթի ստորագրումը ուրեմն արդյունք չտվեց։ Ճիշտ է։ Նույն կերպ մենք եւ ստորագրելը եւ չստորագրելը պետք է համադրենք ուղեկցող այլ գործոնների հետ։ Մենք խաղաղության գործընթացը պիտի գնահատենք ընդհանրության մեջ, ոչ թե գործընթացի փուլերից մեկը միայն։ Այս է իմ պատասխանը։